Միքայել Սրբազաններ, Արշակ Սրբազաններ խոսեցին այդ մասին։ Խնդրեմ, այս մասով դուք առաջին հեսպեր տաղավարից կոչ արեցիք աղանդավորներին չհամարձակվել, անգամ այսպես մտածել հարցակել մեր եկեղեցու վրա, այլապես իրենց պատասխանը համարժեք կլինի, բայց ինչ սպասել, ինչ զարգացումներ կլինեն։ Իդեպ ասեմ այսպես, կյանքի խոսք կառույցի ղեկավարը Facebook-յան իր պաշտոնական էջում եւ նաեւ այդ կառույցը մի հաղորդագրություն էին տարածել, որով հաստատում են, որ այդ կազմակերպության անդամները որևիցե ձևով մասնակից չեն լինելու պետություն հայ առաքելական եկեղեցի այն լարմանը, որի նախաձեռնողը իշխանություններն են։ Սա ինքնին գովելի է եւ կարծում եմ, որ որպես այդ կառույցի եւ ղեկավարը եւ անդամները իրենց քրիստոնյա են անվանում եւ հետ չեն կանգնի իրենց տված խոստումից, իսկ դա նշանակում է, որ եթե այդպես է լինելու, նշանակում է, որ Փաշինյանի կողմից մայրաթոր գրոհելու, ինչ որ խմբեր ստեղծելու իրենց նախաձեռնությունը գործնականում տապալվել է։ Եթե ինչ որ տասնյակ կամ մի քանի 100 մարդ այնուամենայնիվ փորձ արվի այդ մարդկանց միջոցով ինչ որ խնդիրներ լուծել, ես կարծում եմ արժանի հակահարված կստանան եւ շատ խիստ եւ մոտակա տարիների համար որովհետեւ մեկի մտքով անգամ չի անցնի, որ որևիցե ձևով փորձ արվի մայրաթոր Սուրբ Էջմիածին, Վեհարան, Վեհապար Հայրապետի կամ մայրաթորի միաբանների նկատմամբ հոգեբանական եւ առարկայական ֆիզիկական որոշակի գործողություններ կամ բռնություններ իրականացնել։ Այն որ Փաշինյանը իր զուգընկերոջ հետ կապված բավականին խիստ վիրավորական արտահայտություններ է արել, ընդ որում անհասցե կոնկրետ անուններ չկան, ես կարծում եմ մենք եւ նրանք ովքեր որ այսօր իրենց համարում են մեր եկեղեցու զավակ որպես քրիստոնյա համարժեք պատասխան պետք չի տալ այդ վիրավորական արտահայտություններին, թեև կարող ենք ասել, եթե վերացական Աննա Հակոբյան կոչեցյալը եկեղեցու հոգևորականներին, ասենք, մանկապիղծ է ասում, ասենք այդ տրամաբանությամբ ցանկացած որևիցե անձ, որը կառավարության, ազգային ժողովում, քաղաքպայմանագրի վարչությունում այս կամ այն ձևով որոշակի մոլության կամ պղծության մեջ է, հավաքական առումով մենք կարող ենք նույն տրամաբանությամբ բոլորին անվանել անխտիր, այդ թվում ոչ միայն մանկապղծության, այլասերվածության, արյունապղծության, թմրամոլության, խաղամոլության եւ բազում նման արատների մեջ, բայց ես կարծում եմ մենք գոնե հասկանում ենք, որ այդ պատասխանը պետք չի տալ, նման բաներ պետք չի ասել, հիմա Միքայել Սրբազանը ասաց, քննչական կոմիտեն զբաղվեց կնոջ հայտարարություններով։ Իհարկե, շատ ճիշտ է, այսինքն հիմա հայտարարություն արվի, որը իրավական հետևանքներ պիտի ունենա։ Ես դրա համար եմ ասում, այսօր մայրաթորը մի հայտարարություն տարածեց, կարծում եմ շատ զուսպ, տեղին եւ կոնկրետ թիրախային հայտարարություններ, իսկ մեր եկեղեցու զավակները գոնե այդ առումով որոշակի առումով համբերատար եւ զուսպ լինեն, եթե իշխանությունների եւ իրենց կողմից ֆինանսավորվող եւ կառավարվող մի քանի տասնյակ կամ 100 մարդ փորձ անեն եկեղեցու մայրաթորի եւ Վեհարան նկատմամբ ինչ-որ գործողություններ, պատասխան նորից եմ կրկնում, շատ խիստ ալնելու, որտեվ եթե իրենք մտածում են, որ սա իշխանությունների կողմից նյութական հարթությունում իրենց գերիշխանությունը ցույց տալու նաեւ գործիք է, ապա մեր կեցվածքը լրիվ այլ է լինելու, որտեվ ես երկու հիմնավորում եմ բերում։ Փաշինյանը իր Facebook-յան էջում անընդհատ Դավիթ Թագավորից սաղմոսներն է մեջ բերում, ինքնաներշնչանքի համար, իդեպ, ինքը իրեն գրում է եւ իրեն այդ Դավթի կերպարի մեջ է, պատկերացնում։ Ինքը մի քանի կերպարներով է ասեմ ձեզ, ինքը մի քանի կերպարների մեջ է ծրագրավորվել։ Առաջինը Մովսես Մարգարեի 18 թվականին ինքը իբր հայությանը Փարավոնի եւ Եգիպտոսի գերությունից հանող անձ է։ Ես դա վստահաբար եմ ասում, որտեվ ունենք փաստեր, որ որոշ աղանդավորներ եւ նրանց իրենք հով կոչվածները եւս
Փաշինյան Նիկոլին Մովսես Մարգարեին, ասում ինչևէ, հետո Պապ Թագավոր, հետո Հիսուս, հիմա ասենք, եթե արձանագրենք, որ Փաշինյանը ինչ հոգեվիճակով է, այդ հոգեվիճակը ինքն է ներշնչանքի, հիմա Դավիթ Թագավորի մասն է խոսքը, բայց Դավիթ Թագավորի մեջ բերում անող Սաղմոսներ անձը հրաշալի գոնե պիտի իմանա, որ Դավիթ Թագավորը այն անձն էր, լինելով հրյա ժողովրդի Աստծո կողմից երկրորդ օծյալ թագավորը, անգամ սուր չբարձրացրեց մի օծյալի վրա առաջին Սավուխ թագավորի, որը ցանկանում էր Դավիթին սպանել։ Երբ իր զինվորները ասին դու հնարավորություն ունեիր քարանձավում նրան սպանել, ինչու չսպանեցիր, Դավիթ թագավորն ընդամենը շատ պարզ եւ հանգիստ ասեց. ես ով եմ, որ Աստծո օծյալի վրա սուր բարձրացնել։ Եթե Տիրոջը պետք լինի, որ նա քնի ու չզարթնի, քնի ու չի զարթնի։ Եթե պետք լինի մարտի դաշտում զովի, մարտի դաշտում կզովի։ Թեև առաջին օծյալը Աստծուց հետ էր կանգնել, նա պատվիրաններից մեղքերի մեջ էր, հա, բայց անգամ մեղքերի մեջ լինող Սավուխ թագավորի վրա Դավիթը որպես Աստծո երկրորդ օծյալ թագավոր հրեաների ճիշտ հստակ գնահատական տվեց, այսինքն Աստծո կողմից Սուրբ Հոգու ներկայությամբ օծյալի վրա որից մեկը իրավունք չունի, ոչ միայն սուր բարձրացնել, այլև այդ որոշումը բեկանել։ Իսկ Փաշինյանը հիմա ինքը իրան իրավունք է վերապահում Աստծո ներկայությամբ Սուրբ Հոգու ներկայությամբ օծյալ Գարեգին երկրորդ ամենայն հայոց կաթոլիկոսը սուր բարձրացնեն։ Սա առաջինը, այսինքն այս առումով ինքը ամբողջովին սխալ է։ Եվ այս խոսքս միայն կոնկրետ Փաշինյանի եւ շրջապատին չի վերաբերում, սա վերաբերում է Հայաստանում բացի մեր եկեղեցու այլ եկեղեցիների եւ կաթոլիկ եկեղեցի Հայաստանում ներկայացված կա, ավետարանչական եկեղեցի, բողոքական, խարիզմատներ կան, բոլորին նրանք ում անդամները իրենց քրիստոնյա են համարում, ես այս օրինակը բերում եմ դրա համար, այսինքն որից է մեկը նման կեցված դրսևորելը առնվազն տգիտություն է։ Էլ չեմ ասում ավելի ծանր բան, որ նա Աստծո որոշում է ուզում փոխել։ Եվ երկրորդ, Փաշինյանին ասել եմ եւ իր թիմակիցներին, ում հիվանդագին ուղեղներում արկայծում է մի միտք, որ կարող են մարդաքանակով եւ որոշումով օծյալին պաշտոնից հեռացնել։ Ասել եմ, ասում եմ եւ կրկնելու եմ, ինչ սուր բարձրացրեցիք, այդ սրից էլ ընկնելու եք։ Փորձեք եւ կտեսնեք։ Այդ խումբը որից էական ազդեցություն չի կարող ունենալ։ Ես ընդհանրապես մեկ զուգահեռ բերեմ 2018-ին, երբ որ Փաշինյանի վարկանիշը արհեստական, մանիպուլյատիվ, մարդահաճո խոսքացելով Հայաստանում բացարձակ էր, անգամ այդ ժամանակ, երբ 18-ի հունիսի 6-ին նոր Հայաստան նոր հայրապետ այսպես կոչված շարժումը փորձեց վեհապար հայրապետի նկատմամբ ճնշումներ գործածել եւ փոխել, հարցակվեցին, այո, անգամ այդ ժամանակ իրենք ցախողվեցին։ Հիմա ինչպես ոնց դա նրանք ովքեր մեջն են եղել շատ լավ գիտեն։ Անգամ այդ ժամանակ Փաշինյանը չկարողացավ, թե բոլոր տեղեր իր ականջները երևում էր։ Այնպես չէր, որ հիմա ուղղակի առաջին կռվի դաշտին կա մտել երևացող, այն ժամանակ ականջներ էր երևում, ոչ միայն։ Իսկ հիմա որտեղ Փաշինյանի վարկանիշը շրիշակից էլ ներքև է, որտեղ անգամ խիստ դժգոհություն կա իր կուսակիցների, նաև համախոհների շրջանում, նաև այն մարդկանց, ովքեր 18-ին ու 21-ին Փաշինյան ձայն էին տվել, ապա այս պայմաններում Փաշինյանը վստահաբար դա չի հաջողելու։ Միակ քայլը, որը որ կարող են անել տեսականորեն, մենք մտածում ենք, որ այդ վտանգը միգուցե խարիզմատ կառույցների ադեպտների միջոցով դարվի, իսկ քանի որ դա այս պայն գործնականում չեզոքացված է, միակը իրավապահ համակարգի ներկայացուցիչները փորձեն բռնությամբ վեհապար հայրապետին, նաև որոշ հոգևորականներին ուղղակի ինչ որ սանկցիայով ուղղակի բերման ենթարկել կամ ձերբակալել։ Իսկ դա նշանակում է, եթե նման քայլ արեցին, դա նշանակում է Հայաստանում այդ պահից շատ կարճ ժամանակ
ժամանակվա ընթացքում Փաշինյանի հրաժարականի պահանջը ոչ թե դառնում է անվստահության, ազգային ժողովում իմպիչմենտի գործընթաց, այլ գործնականում դառնում է 100%-անոց իշխանությունների նկատմամբ անհնազանդության գործընթաց։ Այսինքն, եթե միջ այդ փողոցներում իրենք տեսնում են 20, 30, 50 հազար մարդ, ձեզ վստահեցնում եմ, որ պահի նման բան եղավ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների 90% եւ ավելը հայտնվելու են փողոցում եւ առավել քան համոզված իրավունքի դաշտի եւ իրապահ համակարգի եւ դատախազության եւ քննչական մարմինների եւ ազգային անվտանգության ծառայության ծառայողներ գերակշիռ մեծամասնություն ուղղակի Փաշինյանի հրամանները չեն կատարի։ Սա իդեպ ասեմ այն ճանապարհն է, որով ես տեսնում եմ Հայաստանում օկուպացիոն ռեժիմի տապալում, այսինքն քաղաքացիական անհնազանդություն, որտեղ պետական ինստիտուտները այլևս իրենց գործունեությունից դուրս են դրվում, նրանց ասածները Հայաստանի որևիցե քաղաքացի չի կատարում։ Իհարկե սա չի վերաբերվում մեր կենսագործունեությունը ապահովող կարևորագույն ծառայություններին, առողջապահության, շտապօգնություն, ասենք ոստիկանություն, հերթապահ մասեր, օպերատիվ աշխատանք եւ այլն։ Բայց մնացածի դեպքում վստահաբար եմ ասում, որ պահի նման արարք արվեց, ուղղակի Հայաստանում գյուղերում, շրջաններում, մարզկենտրոններում, Երևան քաղաքում եւ այլ քաղաքներում ուղղակի ժողովուրդը իջնում է փողոց։ Սա Փաշինյանի վերջի ոչ թե սկիզբն է դառնալու, այլ վերջի վերջն է դառնալու։ Թող Փաշինյանը ականջին օղանի եւ փորձի։ Եթե ուզում է իսկապես ընդ որում այդ ժամանակ ճողոպրելու հավանականությունը համարյա զրոյացվելու է։ Այդպես նույնիսկ եթե Փաշինյանը իր ընտանիքի անդամներին վաղորոք Հայաստանից հանի, իսկ ինքը Հայաստանից փորձի ճողոպրել, ասենք կանացի շորեր հակած, որտեվ իր արտաքին ֆիզիոլոգիական կառուցվածքը ավելի շուտ կնոջի նման, քան տղամարդու։ Միգուցե այդ ձևով փորձի ճողոպրել, բայց դել չի օգնի։ Էդ էլ կբացահայտվի եւ կկասեցվի։